Կենտրոնական բանկը մեր ազգային բանկն է եւ մի քանի խնդիր ունենք այստեղ բարձրացնելու։ Առաջինը, որ վերջին 5 տարիների ընթացքում ոչ մի քայլ չի արվել, որ բարձր տոկոսադրույքների հետ կապված որևէ կարգավորում կիրառվի եւ ես հիշում եմ, որ 19 թվականին նման նախաձեռնություն եղել է, բայց կառավարությունը մերժել էր, բայց վերջին 5 տարիներում մենք ունեցել ենք մի իրավիճակ, որ բոլորիս է հայտնի, որ բանկային սեկտորը Հայաստանի Հանրապետությունում ուղղակի գեր շահույթ է ապահովել։ Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազատություն ռադիոկայանին, որ այս տարի իրենց ուսումնասիրությունների շնորհիվ մի հարց բացվեց եւ բարձրաձայնվեց, շատ քննարկվեց այդ հարցը։ Ուրեմն կենտրոնական բանկը հունվար ամսին մոտավորապես միջինը 6.7%-ով առևտրային բանկերին փող է տալիս։ Հենց ասեմ, որ ժողովուրդը բարձր է ժողովրդի համար։ Հետո բանկերը, առևտրային բանկերը վերցնում են այս գումարը, այս փողը եւ 16, 17, 18, 20%-ով տալիս են մեր ժողովրդին։ Պատկերացնում եք, ինչքան փող է աշխատվում այդ ոնց ասեմ, այդ տարածքում, այդ տիրույթում, խոսքը գնում է կենտրոնական բանկի տված տոկոսի, թե ինչ տոկոսով այնքը տվել եւ մասնավոր բանկերի տոկոսների միջեւ։ Հետո դինում են բազմաթիվ հարցազրույցներ, հայտարարություններ, բան եւ կենտրոնական բանկին առաջարկում են այս հարցով զբաղվել։ Կենտրոնական բանկի պատասխանն եմ ուզում կարդալ, որը ուղղակի ցնցող է, էլի։ Տեսեք, Ազատություն ռադիոկայանի հարցմաններ, այո։ Ասում են, ցածր տոկոսադրույքներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել մարդկանց պարտքի ավելացմանն ու վարկային պարտավորությունները չկատարելու ել ավելի բարձր մակարդակի։ Քանի որ հասարակությունը ցածր տոկոսադրույքների պայմաններում կարծում է, որ կարող է ավելի շատ պարտք վերցնել։ Այս կենտրոնական բանկն է պատասխան։ Այսինքն կենտրոնական բանկը ասում է, որ եթե տոկոսներն իշնի, սիրելի ժողովուրդ, դուք կարող եք շատ պարտ կանեք, ունենք պարտքի տակ։ Այդ դրա համար Հայաստանում տոկոսները պետք է սարսափելի բարձր լինեն, որ առևտրային բանկերը միլիարդներ աշխատեն, եւ դուք այդ ժողովուրդ ջան տոկոսների տակ տառապեք եւ չկարողանաք դրա տակից դուրս գալ։ Մենք ժողովրդին առաջարկում ենք, որ հունիսի 7-ից հետո նոր պարլամենտում մենք կարողանանք ազգային ժողովում սահմանափակել Հայաստանի Հանրապետությունում տոկոսի շեմը։ Այս փորձը կենտրոնական բանկը սրա վերաբերել կարծիք ունի, ասեմ, դա իրենք գտնում են, որ շատ դա մեծ վնաս կբերի, չգիտեմ ում, չգիտեմ ինչի համար վնաս կբերի, ում կվնասի, բայց սա կա Ֆրանսիայում, սակայն այլ զարգացած երկրներում եւ անգամ Ֆրանսիայում այդ բարձր տոկոսադրույքի գործառույթին ասում են վաշխառություն։ Այսինքն մենք ինչ ունենք սիրելի հայրենակիցներ, ունենք կենտրոնական բանկ, ունենք կառավարություն, ունենք ազգային ժողով, բայց ունենք բանկային տոկոսների տակ տառապող ժողովուրդ, որի մասին մտածող չկա։ Հիմա այստեղ կարող է ինչ-որ մարդ ասի, բայց սա ախր շատ ոնց որ պոպուլյար բան է, այստեղ ոնց որ պոպուլիզմ կա, հա։ Ժողովուրդ ջան, պոպուլիզմը ինչի մասին է։ Մարդիկ պատասխանել են, որ եթե տոկոսները իջեցնեն, եթե մի բան անեն, որ ավելի ցածր տոկոսով տան ժողովրդին վարկեր, ժողովուրդը կարող է մտածի, որ կարա շատ վարկ վերցնի ու ավելի վատ լինի։ Նախ վարկ տվողը բանկերն են եւ նայում են մարդը վճարունակ է թե ոչ, չի կարող նման բան լինել բացարձակապես, եւ երկրորդ, ես ուզում եմ հասկանալ, այս ինստիտուտները ժողովրդի մասին են մտածում, թե ինչ որ մի խումբ մարդկանց մասին, ովքեր կառավարության տարբեր էշելոններում չինովնիկներ են եղել, հետագայում առևտրային բանկերում պաշտոններ են զբաղեցնում եւ նաեւ կենտրոնական բանկում են չինովնիկ եղել, հետո էլի առևտրային բանկերում են։ Նաեւ մենք ուզում ենք այդ սահմանափակումներ մտցնենք, որ երբ որ մարդը կենտրոնական բանկում աշխատել է կամ ֆինանսական ոլորտում կառավարության, նրա նկատմամբ լինի սահմանափակում, որ առևտրային բանկերում չկարողանա առաջիկա տարիներին աշխատել, այդ գործից դուրս գալուց հետո այդ մարդը պետք է իմանա դրա մասին։ Կա օրինակ միջազգային։ Այո, միջազգային նման փորձ կա, որտեղ դա շահերի բախում է, մարդը գալիս է պետական կառավարման, ֆինանսաբանկային համակարգում, բոլոր պետական լծակներին ծանոթանում է, բոլոր ծակուցուկերը իմանում է ինչա կատարվում, հետո դուրս է գալի գնում է մասնավոր ոլորտ ու բարձր աշխատավարձով այդ իր գիտելիքները, որ պետական համակարգում սովորել է, կիրառում է ընդդեմ պետության, ընդդեմ ժողովրդի։ Եվրոմիության անդամ երկրները, նաև Միացյալ Նահանգներում կա նման կարգավորում շահերի բախման վերաբերյալ։ Մյուս խնդրը, որ ուզում եմ ներկայացնեմ, ուրեմն վերջին շրջանում առևտրային բանկերում մեր քաղաքացիներին տվյալներով, անձնագրով, սոցքարտով, ID քարտով, անհատականացման քարտով
վարկեր են ձևակերպվում, հետո քաղաքացիները իմանում են դրա մասին, սկսում են պայքարել, քրեական գործահարություն բան, եւ բանկերը ասում են դուք մեզ պարտքեք քրեական գործը կքննվի, դատարանը այնտեղ կորոշի բան, մարդը շարունակում է մնալ բանկի սև ցուցակում, գույքը դրած արգելանքի տակ եւ չգիտեմ, խայտարակություն է սա։ Եվ այս հարցով մենք նաեւ կենտրոնական բանկի հետ ենք առնչվել, մեր կուսակցությունից Դավիթ Խաչատյանն էր զբաղվում, եւ ոչ մի լուծում չի գտնվել ցելի հայրենակիցներ։ Նաեւ այս հարցի շուրջ եմ ուզում մենք խոսենք, որովհետեւ չի կարող լինել նման բան, որ մասնավոր բանկի մեղքով վարկ ձևակերպի մեկի վրա, այսինքն այդ բանկն չէ պարտավոր ստուգի մարդու տվյալները, այս մարդը վարկ ուզում է վերցնի թե ոչ, եւ ես ապշած եմ, որ նաեւ տեսա, որ դեպք կար, որ ինչ որ շատ ցածր եկամուտներ ունեցող մարդու մասին էր, որ այդ մարդը ոնց գնար բանկ, իրան ձև չկա վարկ ձևակերպեին։ Բայց խարդախությամբ այդ թղթերը կեղծելով բանը, առանց այդ մարդու իմացության բնականաբար վարկա ձևակերպել, այդ մարդիկ հիմա տառապում են այդ վարկի տակ, որը իրանք չեն վերցրել, եւ չկա պետություն, չկա կառավարություն, եւ նաեւ չկա ազգային բանկ, որ կմտածի այդ մարդկանց մասին։ Բոլորը մտածում են իրենք միայն հարստանալու մասին եւ հարուստների մասին։ Էսա ամբողջ քննարկումը, որովհետեւ եթե դուք նայեք ինչ գումարներ է բաշխվում բանկերի շահույթի որպես տեսքով մասնավոր սեկտորում, մասնավոր բանկերում։ Դուք ուղղակի չգիտեմ, էլի, ասենք Հայաստանի նման աղքատ երկրում այդքան փող ժողովրդից աշխատել, դա ուղղակի խայտարակություն է, եւ ես կարծում եմ նաեւ մասնավոր բանկերը սովորել են այս բարձր եկամուտներին եւ դրա համար նաեւ կենտրոնական բանկի հետ, չգիտեմ, ոնց է եղել, որ իրար ձենձենի տված բոլորը դեմ են այն սահմանափակմանը, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է օրենքով մտցվել եւ տոկոսադրույքը նվազեցվել։ Սա է ուզում այսօր ասել եւ մենք ժողովրդին խոստանում ենք, որ իրենց աջակցությամբ, իրենց ձայնն ենք լինելու, իրենց ձեռքի մուրսն ենք լինելու ազգային ժողովում փոխաբերական իմաստով այդ օրենքը ներկայացնելու համար, որպեսզի նրանց շահերը պաշտպանվի։ Սա է մեր առաջարկը հունիսի 7-ի ընտրությունների համար, դրա համար մարդկանց կոչ ենք անում գնալ ընտրական տեղամասեր անպայման հունիսի 7-ին եւ քվեարկել թիվ 19 քվեաթերթիկով։ Հիմա եթե հարցեր կան, սիրելի լրագրողներ, ես կպատասխանեմ լրագրողներին։ Ես ոչ մի տեղից ոչ մեկին չեմ ակնկալում, որ դուրս կգան, դեպքեր են լինում, որ իրանք դուրս են գալիս, օրինակ դատական ակտերի հարկադիր կատարման պարագայում դուրս եկան։ Քանի որ այստեղից իրենք են պատասխանել, ինչ ունեն, այսինքն այս մարդկանց ասելիքը հետեւյալն է, մի րոպե։ Կենտրոնական բանկը ինչ ասում, ասում է ցածր տոկոսադրույքներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել մարդկանց պարտքի ավելացմանն ու վարկային պարտավորության։ Չկասես բան։ Պրոստ ախր ոնց առանձին դեպքերում։ Բոլոր դեպքերում, այսինքն ցածր տոկոսադրույքները ամբողջ աշխարհում շատ լավ է, դա տնտեսության զարգացման համար է լավ, դա ժողովրդի համար է լավ։ Ուրիշ մեկը վարկա վերցնում, ինչ որ գործով է զբաղվում, մյուսը վարկա վերցնում, տունն է վերանորոգում, մյուսը Հեսա խայտարակություն է։ Ինչու չեն իջեցնում։ Ես կարծում եմ, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը, որ պետք է սովորական ժողովրդի շահերը պաշտպանել, վաղուց արդեն դարձել է կորպորատիվ շահեր պաշտպանող մի թիմի եւ վերից վար կոռումպացված սա մի իրավիճակ է, որովհետեւ չի կարող նման բան լինել, որ ոչ մի կերպ էս 8 տարվա մեջ այս հարցերին չանդրադառնան, բնականաբար վարչապետն էլ անգիր գիտի ինչ փողեր են աշխատում, բոլորն էլ անգիր գիտեն, եւ ես ձեզ ասեմ, վերջին 8 տարվա մեջ, հիշեք կոവിഡ്ի ժամանակ, դրանից հետո հիմա բոլոր պետական ծրագրերը փորձում էին անել եւ անում էին բանկերի միջոցով։ Երբ որ ասում ենք ինչ եք բանկերի միջոցով անում, բանկը դրա այդ արանքում այդ քաղաքացու պետության միջև փող աշխատում, ասում են, դե պետական կառույցները կայացած չեն դրա համար։ Բանկերը կայացած են, մենք ուզում ենք այս մեր կայացած բանկային համակարգով այս մեր ժողովրդին այս ծառայությունը մատուցենք։ Ինչ անում էին, բանկերով էին անում եւ այս դրա համար էլ դա դարձել է մի հատ այսպես համակարգ։ Այս համակարգը պետքա քանդել։ Մենք բացարձակապես դեմ չենք, որ Հայաստանում բանկային համակարգը կայացած լինի։ Խոսքը դրա մասին չի։ Մենք դեմ ենք, որ աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթ ստանան։ Մի բան էլ երբ որ հարց բարձրացի, որ տոկոսադրույքը նվազեցվի, իրանք ասեն, բայց դա կարա ժողովուրդը մտածի, որ ինքը կարա շատ պարտ կանի, այ դրա համար որ շատ պարտ կանի ու այդպես մտածի, կարա շատ պարտքի տակ ընկնի։ Այդ պարտ տվողը բանկերն են, դուք գիտեք ոնց եք տալիս։ Մարդը 1000 անգամ գնում է բանկ գալիս, որ մինչև վարկա ստանում։ Մինչև ես իմ 1000 թուղթ են ուզում, էլի գիտենք։